Պարոն Սողոմոնյան, ինչու Հայաքվեն որոշեց այստեղ կառավարության դիմաց մամուլի ասուլիս հրավիրել, որն էր պատճառը։ Շնորհակալություն, 3 առավոտյան այս շենքում նստած մարդը Նիկոլ Փաշինյանը, կառավարության դեֆակտո ղեկավարը, հայտարարեց, որ ապրիլի 1-ին բարձրացնում է կենսաթոշակառուների թոշակները 10,000 դրամով ամենացածր թոշակ ստացողների թոշակները եւ մյուսներին է ինչ-որ համամասնորեն ավելի քիչ։ Եվ մենք որոշեցինք այսօր այստեղ գալ, այստեղից դիմելու մեր ժողովրդին, արձանագրելու, որ սա մեր ժողովրդի հաղթանակն է, թեև փոքրիկ, բայց կարևոր հաղթանակն է, որովհետեւ սեպտեմբերի 18-ից սկսած մենք այս պահանջը հարցը բարձրացրեցինք, մեր գործընկերները մշակեցին հատուկ ծրագիր, ռացիոնալ, իրատեսական, ցույց տալով, որ հնարավոր է կենսաթոշակառուների թոշակները, միջին թոշակը բարձրացնել առնվազն 50%-ով, 2 տարում բարձրացնել առնվազն 50%-ով։ Մենք այս ամբողջ ամիսների ընթացքում հետևողականորեն պայքարեցինք այս խնդրի համար, այս խնդրի լուծման համար։ Մեզ աջակցեցին 100 հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավորները միանալով հանրագրի ստորագրահավաքին, մնացածը սոցիալական ցանցերում կամ այլ միջոցառումներով գալով իրենց ձայնը բարձրացնելով աջակցեցին այս կարևոր օրակարգին։ Գեներացվեց ճնշում, որը նախընտրական այս շրջանում իհարկե տվեց իր արդյունքը, թեև փոքրիկ, բայց համենայն դեպս սա կարևոր հանգամանք էր, որ մենք մեր քաղաքացիների հետ միասին, մեր բազմահազար թոշակառուների եւ ոչ միայն թոշակառուների հետ միասին կարողացանք օրակարգ ստեղծել, կարողացանք փոխել քաղաքական իրողություն եւ ստիպել, որպեսզի բարձրացնեն, թեկուզ փոքր չափով։ Ինչու ենք մենք սա կարևոր եւ հաղթանակ համարում, որովհետեւ երբ որ մենք այդ պահանջը բարձրացրեցինք, իրենք սկսեցին մեզ ծաղրել, մեզ պոպուլիստ անվանել, ասել, որ փող չկա բյուջեում, ասել, որ անիմաստ պահանջ եք բարձրացնում, ասել անգամ, որ թոշակառուն չի իմանալու, եթե 10,000 դրամով բարձրացնենք նրա թոշակը, չի իմանալու, որտեղ պետք է ծախսի այդ 10,000 դրամը։ Դա այս խոսքերը հնչել է բոլորովին վերջերս, մի ամիս առաջ, ամիս ու կես առաջ։ Եվ հիմա հանկարծ այսպես ինչպես ամպրոպը կապույտ երկնքում, բաց երկնքում պայթեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից կբարձրացնի։ Մենք հասկանում ենք, որ սա այս որոշումը կայացվեց վախի հետևանքով, որովհետև իրենք վախենում են իշխանություն կորցնելուց, եւ սա իրենց համար նախընտրական պարզապես փրկողակի փորձ էր, փրկողակ էր։ Սա մեր թոշակառուներին անուղղակիորեն կաշառելու փորձ է նաեւ, բայց մենք պետք է հասկանանք, որ այս տրյուկները, այս քայլերը այլևս չեն անցնելու։ Այդ թոշակները իրենց գրպանից հանած թոշակները չեն, այդ 5,000, 10,000 դրամ իրենց գրպանից հանածը չի։ Սա ժողովրդի արդար քրտինքով վաստակած գումարն է եւ սա իրենց տված նվերը չէ։ Սա ժողովրդի պայքարի արդյունքում արձանագրված փոքրիկ հաջողությունն է, որը պետք է շարունակական լինի։ Եվ այս հարցում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ մեր քաղաքացիներին, ովքեր աջակցեցին, եւ նաեւ ընդդիմադիր մյուս խմբերին, մյուս ուժերին ընդդիմադիր, ովքեր որ մեր այս օրակարգին եւս աջակցեցին, իրենք էլ հարցեր բարձրացեցին եւ մենք միասնական ձևով այս կարևոր հարցը լուծեցինք։ Եվ վախենալով մեր աճող վարկանիշից գնացին այս քայլին, եւ եթե մենք դեռևս իշխանություն չլինելով կարողանում ենք մեր ծրագիրը թեկուզ մասամբ անցկացնել եւ կարևոր այս հարցը լուծել, ապա պատկերացրեք, երբ որ մենք լինենք իշխանություն, մենք բյուջեն ինչպես կկառավարենք, տնտեսությունը ինչպես կկառավարենք, որի արդյունքում մեր խոստացած առնվազն 2 տարում առնվազն 50%-ով բարձրացնել կենսաթոշակը, մեր խոստումը կիրագործենք։ Պարոն Սողոմոնյան, իրար հակասող հայտարարություններ են կատարում, նախ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հնարավոր չէ բարձրացնել, Արսեն Թորոսյանը նույնը ասեց, իսկ դեռ դրանից 2-3 ամիս առաջ Սյունիքում Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ բյուջեում փոխի խնդիր չկա։ Իրար չեն հակասում այս հայտարարությունները։ Այս իշխանություններին բնորոշ է ինչպես դավաճանությունը, այնպես էլ ծայրահեղ ոչ կոմպետենտությունը եւ քաոտիկությունը։ Նրանց աջ ձեռքը չգիտի ձախ ձեռքը ինչ է անում։
Նրանք իրարից տեղյակ չեն։ Նրանք չեն կարդում, նրանք չեն ուսումնասիրում։ Նրանք այդքան ցենզ չունեն կրթական, բարոյական, որ կարողանան հասկանալ, որ կարողանան երկիր կառավարել, որ կարողանան պատասխանատվություն կրել։ Դուք ինչ եք ակնկալում մի կառավարությունից, որի էկոնոմիկայի նախարարը նույն հարցի վերաբերյալ մի բան է ասում, սոցիալական ապահովության նախարարը լրիվ ուրիշ բան է ասում։ Ինչ ենք ակնկալում մի կառավարությունից, որի ղեկավարը ասում է քաղաքացին չի իմանալու այդ 10,000 դրամը որտեղ ծախսի, ինչպես ծախսի, հետո նախընտրական տրամաբանության ներքո մեզ բոլորիս ասում են, այ տեսեք, հանկարծ քաղաքացիներին, ասենք, ովքեր որ ուզում եք ընտրությունների մասնակցեք, հանկարծ քաղաքացիներին մի հատ պերաշկի չհյուրասիրեք, ասենք հիմա ես մի հատ պերաշկի առնեմ, ասեմ հյուրասիրվեք, կդիտարկեն դա ընտրակաշարք, բայց այսպես իրենք օրը ցերեկով նախընտրական շրջանում տալիս են, հետո տայեք, խոստում տայեք, հետո անեիք այդ, ինչի բա բյուջեի մեջ չէիք նախատեսել, այս հարցերն են, որոնք որ իրենք այդ հարցերի պատասխանները բնականաբար չունեն եւ այն ինչ որ ասում են իրենք դա կեղծիք է եւ մանիպուլյացիա։